Եվրոմեդիա 24-ի հարգելի ունկնդիրներ եւ դիտողներ, մեր այսօրվա քննարկումը նվիրված է լինելու Արևմտյան Ադրբեջանի թեմային, ինչպես գիտեք, օրեր առաջ տեղի ունեցել ակցիա, որտեղ ոչ Արևմտյան Ադրբեջանին թեզով եւ ուրեմն գաղափարներով տարբեր քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչներ իրենց բողոքի նոտան են ուղարկել եւ հասցրել տվել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ Մեր հասարակությունում ակտիվ քննարկվում է այդ հարցը եւ չգիտես ինչու եւ Ադրբեջանի իշխանությունների եւ նաեւ իրենց կողմից եկած ազդակների ուրեմն միջոցով մենք լսում ենք անդադ այդ ձևակերպումները, այդ եզրույթը, որի հետ կապված էլ այսօր կքննարկենք Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների հետ Արևմտյան Ադրբեջանի հետ կապված հարցերը։ Այսօրվա մեր հյուրերն են Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, Հանուն սոցիալական արդարություն կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Բարև ձեզ, պարոնայք, քննարկումը սկսենք պարոն Սուրենյան ձեզանից, օրեր առաջ ամսի 18-ին տեղի ունեցավ տենց հատկանշական ակցիա ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ, հանձնեցիք փաստաթուղթ Արևմտյան Ադրբեջանի հետ կապված մեր հանրության մի մասի դժգոհությունների եւ հարցերի շուրջ, ինչպես անցավ այդ ակցիան եւ ինչ էր դա նշանակում եւ ովքեր էին մասնակցում։ Դա որպես այդպեսին զանգվածային հավաքի մտադրությունը իր մեջ չի ներառվել այդ ակցիան, նամակ պիտի հանձնվեր։ Ես եմ ներկա եղել քաղաքացիներ, պարոն Նահապետյանն ներկա եղել։ Ասեմ, այդտեղ մտածել, որ մենք ինչ-որ նաև կամ միամիտ ենք այնքան, որ մտածենք, որ միջազգային իրավունք է գործելու, ՄԱԿ-ն էլ ինչ-որ գործում բան անելու, ՄԱԿ-ը այսօր Իրանից կարելի ասել բան չի ներկայացնում։ Բացարձակապես ոչ, այդ միամտությունը մենք էլ չունենք։ Այստեղ երկու շերտի վրա ուշադրություն դարձնենք։ Առաջինը, այս ֆունկցիան սիրով մենք չէինք անի կամ մեզ չէինք վերապահել այդ ֆունկցիան, եթե Հայաստանում ունենայինք իշխանություն, որը դիվանագիտական ակտիվ աշխատանքներով կհակազդեր այդ միտումներին Ադրբեջանից հնչող։ Տրիգերը հանդիսացավ Ալիևի հայտնի ելույթը Մյունխենի համաժողովում, նաև հարցազրույցը Ֆրանս 24-ին, որտեղ նա հնչեցրեց շատ վտանգավոր մտքեր, կարող են գիտեք անտեսել, ասել է դա բան ասել է եւ այլն, բայց վերջի տարիների փորձը ցույց տվեց, որ Ալիևի ասածների մեծ մասը հետո դառնում է պրակտիկ քաղաքականություն, հետո դրա հետևանքները մեր մաշկի վրա կրում ենք մենք։ Այո։ Հիմա եթե Հայաստանում լիներ իշխանություն, որը էֆեկտիվ ձևով կհակազդեր, հակաքայլեր կաներ, դիվանագիտական բազմաշերտ աշխատանք տաներ, հակազդելու ուղղությամբ, նաև դաշնակիցներ փնտրելու ուղղությամբ, մենք բնականաբար ձեռնպահ կմնայինք այդ գործողությունը անելուց։ Ես ինքս այդ բանը չի անի։ Հետևաբար, եթե իշխանությունը չի անում, դու գոնե պիտի ցույց տաս, որ Նիկոլ Փաշինյանի կարծիքը ամբողջ Հայաստանի կարծիքը չի եւ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, քաղաքագետ, ռազմական փորձագետ եւ այլն պիտի հակազդեն։ Մա դուք ինչին եք դեմ, որ օրինակ Ադրբեջանի փախստականները չվերադառնան Հայաստան։ Երկու խնդիր է լուծվում։ Թե որ ընդհանրապես ոչ մեկ չգա։ Առաջինը միջազգային հանրությանը ցույց ենք տալի, որ դա Ադրբեջանի ագրեսիվ օրակարգի բաղադրիչ է, օրինակ այդ փախստականների վերադարձը դեմոգրաֆիկ էքսպանսիայի տարբերակ է, դրսևորում է, տարաշար մի բան չի, հումանիզմի դրսևորում չի։ Ակնհայտորեն իրանք ամբողջ օրը ասում են ինչ նպատակով են, անգլավները ուզում, ինչ նպատակով են այդ մարդկանց վերադարձը ուզում։ Մենք մի կողմից ուզում ենք ցույց տանք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, միջազգային հանրությանը, մյուս կողմից մեր հասարակությանը նման ակցիաներով եւ ԶԼՄ-ներում դա ակտիվ լուսաբանելով ուզում ենք ցույց տանք, որ այդ վտանգը իրական է, որտեղ տարիներ առաջ հիշում եք, չէ՞, որ շատ փոքրաթիվ մարդիկ խոսում էին Արցախի մոտալուտ կործանման վտանգի մասին, մեր հասարակության մի զգալի մասը ասում է, դե այդպես չի կարող լինել։ Ես այդ զրույցները շատ լավ եմ հիշում։ Մի մասը ասում էին, որտեղ աշխարհը թույլ չտա, մի մասը ասում էին, որտեղ ռուս խաղապաններն են այդտեղ կանգնած,
մի մասը ասում էին, որ հազարավոր տարիներ արցախցիները բազմաթիվ արտակ եւ ռիսկերի դիմագրավել են, այս փորձությունն էլ կհաղթարեն եւ այլն։ Համենայն դեպս շատ քիչ մարդ կա հավատար 2000 նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո շատ քիչ մարդ կա հավատար այն էթնիկ զտմանն ու այն հեռանկարին, որ մենք տեսանք Արցախում։ Հիմա մենք էլի կարող ենք ձեր տալ, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները չենք լսում։ Եղավ, շնորհակալություն, պարոն Նահապետյան, դուք շատ մեծ փորձ ունեք այս ռազմական փորձագիտության շրջանում ու միշտ հանդես եք գալի տարբեր հարցերով ու հետաքրքիր կլինի նաև ձեր տեսակետը, ինչ մեխանիզմներ ունի Հայաստանը, օրինակ կանխելու պարոն Սուրենյանցի ասած դեմոգրաֆիկ այդ էքսպանսիան, եթե դա իհարկե տեղի կունենա։ Ունենք մենք դրա դեմը առնելու մեխանիզմներ, եթե լինի խաղաղության պայմանագիր եւ խաղաղություն, այսինքն չկա պատերազմ, ուրեմն խաղաղություն, հիմա այդ խաղաղությունը ոնց կլինի, ինչ կլինի, պարզ է, մենք ոչ մեկ չգիտենք, բայց կա քայլ, օրինակ դուք տեսնում եք ինչ-որ քայլեր, որ կարող է այս ամենը կանխվել որպես դեմոգրաֆիկ էքսպանսիա, այլ ուղղակի մարդիկ կարողանան գնան, դա այլ հարց է, բայց արևմտյան Ադրբեջան թեզի առաջարկումը եւ իրենց ասածները լրիվ այլ բան են մեր համար, չէ՞։ Նախ կանխելու համար վտանգի իրական չափ պետք է գնահատես։ Ես մեզ մոտ այդ նույնը չի գնահատվում։ Անգամ տեղեկատվություն չկա դրա մասին։ Վտանգի չափի մասին։ Որպես արևմտյան Ադրբեջան այդպես պատմաքաղաքական երբևիցե տարածք պետություն չի եղել։ Բայց երբ որ Ալիևը ասում է արևմտյան Ադրբեջան խոսույթը շրջանառության մեջ է դնում, վստահաբար ինքը դրա համար հիմքեր ունի, իսկ հիմքերը չի ստեղծվել 2018-ից հետո, չի ստեղծվել 2020-ից հետո, չի ստեղծվել 2023-ից հետո, 2011 թիվ առաջին անգամ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 3 գիտնականներ իրենց նախաձեռնությամբ գնում են Վատիկան։ Եվ իրենց թույլատրված է լինում Ադրբեջանի ղեկավարի եւ Ռոմի Պապի միջև ձեռք բերված համաձայնությամբ փակ գաղտնի արխիվները աշխատել։ Իսկ ինչ արխիվներ էին աշխատում։ 2011 թիվ կար Արցախ, Արցախի բանակ, հա Արցախի հարցի լուծման ինչ-որ ճանապարհներ եւ հիմա ոչ ավել ոչ պակաս Ադրբեջան Վատիկանի հետ համագործակցությունա մի նյութի շուրջ, որը այդ տարիներին անտրամաբանական էր թվում։ Ուրեմն ինչ է արվում։ 1502-1736 թիվ Սեֆյանների շահերի ուրեմն կառավարման տարիներ 234 տարի։ Ընդորում Արևելյան Հայաստանից հայերի մեծ մասին դեպի Պարսկաստան տեղափոխելը 1602-1600 ուրեմն 6 թիվ եւ Պարսկաստանից ազերիներին Հայաստան բերել եղել է այդ Սեֆյանների ժամանակ։ Սեֆյանների ժամանակ բավականին լուրջ դիվանագիտական հարաբերություններ եւ համագործակցություն եղել Վատիկանի եւ Պարսկաստանի միջեւ։ Ուրեմն հարյուրավոր փաստաթղթեր տասնյակ հազարավոր ուրեմն A4 ֆորմատի ձևաչափով նյութեր տրամադրվել են Ադրբեջանի գիտնականներին։ Ուշադրություն դարձեք, որ ինչն է կապում Ադրբեջանի ղեկավարությանը եւ Վատիկանին։ Այցելություններ, ներդրումներ, Ադրբեջանը վական լուրջ ներդրումներ ունի Վատիկանում։ Բարեգործականի իմաստի տակ տասնյակ միլիոնավոր դոլարներ, ինչու է ներդրում։ Ինչու է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցիներ սնկի նման աճում են։ Ինչու։ Ինչու այն գիտնականները, որոնք Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայից փաստաթղթեր են, պատճեններ եւ տարբեր աղբյուրներ նաեւ ռուսական բնօրինակներ են տրվել, վաճառվել են, իսկ կարող եմ ասել բանը բարեգործական ներդրումները Ադրբեջանը ուղղակի այդ փաստաթղթերը գնվել է, բնօրինակները։ Ընդ որում, Ադրբեջանը Ալիևը գիտեք ինչ է ասում, ասում է այդ գրագրությունը 17-րդ դար եղել է ադրբեջանային լեզվով։ Ուշադրություն դարձեք, ադրբեջանային լեզուն ընդունվել է 1936 թվականին, որպես լեզու մարդկության մեջ, ժողովրդների լեզուների մեջ։ Եթե չեմ սխալվում, սկզբից Կիրիլիցայով ա եղել, չէ, հետո փոխել են լատինատար։ Խնդիրը բանը չի,
տարերը թե ինչ տարեր են օգտագործել։ Եվ Ալիև այդ ամեն ինչը գիտնականները հիմնավորում են այսպես, ասում է լեզուն եղել է ադրբեջաներեն, բայց գիրը պարսկերեն, բայց պարսկերեն գիր չկա, կարաբական, չէ, գրատար։ Տարերը այսօր Պարսկստանի արաբականն է, չէ։ Եվ այն ժամանակ փաստացի Ալիևը հիմնավորում է, որ հետո դրանից հետել են գնում 14, 15, 16, 17, 18-րդ դարերում փաստորեն այս տարածքի վրա եղել է մի մեծ հսկայական կայսրություն, որը իրոք մեծ տարածքներ է ունեցել։ Հասել է Հյուսիսային Կովկաս։ Ալիևը երբ որ ասում էր Դերբենտը դա մեր պատմական հայրենիքն է, որից մեկը չէր ասում, լավ, այս մարդը խելքը գցել է, ոնց կարա Դերբենտը Ադրբեջանի մասը, ի՞նչ նկատում է։ Այդ Սեֆյանների ժառանգության ժամանակ այո Դերբենտը եղել է այդ պարսկական խանության տարածք։ Իր մեջ մտել է Սիրիայից հսկայական տարածքներ, Իրաքից, Աֆղանստանից, Միջինասիական հանրապետություններից, Հարավային Կովկասից, այդ թվում ամբողջ Հայաստանը, Արևելյան Հայաստանը ամբողջովին եղել է այդ տարածքում։ Երբ որ Ալիևը ասում է, այս Հայաստանը մեր հայրենիքն է, ինքը պետք է հիմք ունենա։ Եվ այդ ամեն ինչ ինչի համար արվում։ Ստեղծում է գիտական հենքի վրա կրթական համակարգում կեղծ պատմություն, ընդ որում Սեֆյանների ժառանգության ժամանակ երկու մայրաքաղաք ա եղել։ Սպահանը եւ Թավրիզը ինչ կապ ունի Բաքուն։ Չէ։ Հիմա իրենք այո ասում են Թավրիզն ու դե չեն կարող է թերքել, Թավրիզն ու Սպահանն ա եղել։ Բայց այդ ամբողջ ժառանգության իրավակ քաղաքական կրողը ասում է այսօրվա Ադրբեջանն է։ Այն որ Պարսկստանում ասենք մի քանի տասնյակ միլիոն տարբեր գնահատականներով ազերներ են ապրում, որ իրանական բարձրավանդակի ժողովուրդ է։ Ասում է չենել են մերոնք, այդ մեր մոտից են գնացել։ Եվ ինչու է հող նախապատրաստում այդ մեծ Ադրբեջանի, ինչու է Վատիկանը շահագրգռված 2011 թվականից գիտական, հետո քարոզչական, հետո կրթական հող նախապատրաստում Ադրբեջանում նման մի կայսրության իրավակ քաղաքական ժառանգորդ ստեղծելու համար։ Իսկ եթե այսօրվա 8 միլիոնանոց տարբեր գնահատական 7 միլիոնանոց, 9 միլիոնանոց Ադրբեջանին գումարենք, ասենք 15-20 միլիոնանոց կամ ավելի շատ Իրանում ապրող ազերի ժողովուրդը։ Ատրպատականը մեր պատմական հայրենիքում, հա։ Դրան գումարենք Ռուսաստանում մի քանի միլիոն ադրբեջանցիներ։ Լուշացություն դարձեք։ Այսինքն գալիս է մի կլորիկ թիվ է գալիս, 30-40 միլիոն ժողովուրդ ալու։ Գիտեք, ասեմ, որ Ուկրաինան երբ Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի պլանավորմամբ Ռուսաստանի դեմ պատրաստում էր հարձակում, ուղղակի Ռուսաստանը կանխարգելի ճարեց, հա։ 22 թվականի փետրվարի 22-ին մի օր առաջ, այսօր 23-ն է։ Ապա այնտեղ 40-45 միլիոն ժողովուրդ էր, բայց մոտիվացված էին։ Հիմա այստեղ ստեղծում է մի մոտիվացված ժողովուրդ, որ ասում է այս հսկայական տարածքների տեր ու տնօրենը մենք ենք։ Իսկ ինչու է դա ստեղծում։ Որտեղ որ զինվորը գնում է օտար հող վերցնելու, հոգեբանորեն ինքը պատրաստ չի զոհվել, որտեղ ինքը գալիս է գրավելու համար ինքնա զոհության չեն գնում։ Իսկ երբ որ դու գնում ես քոնը ազատագրելու, որտեղ հիմնավորում են, որ քո պապերին ա եղել, որտեղ արուն են թափել, որտեղ գերեզմաններ են մնացել, որտեղ մսկիթները ավերվել են, վառվել են, մարդու մոտ ազատագրման մոտիվացիա մտնում, որտեղ ինքը հոգեբանորեն պատրաստ է զոհվել։ Եվ Ալիևը այն ինչ որ անում է, ասում է, մեզ գործը դրվել է 2011 թվականից։ Եվ այսօր արդեն միսո արուն է, արվել է այդ Ադրբեջան կոչվածը ինքը մակում ներկայացումն է։ Ադրբեջանի օրենսդիր մարմնում պատգամավորներ խումբ ունի պաշտպանության, պետական մակարդակով արվում է։ Այն 300,000-ի մասին, որ խոսում է Ալիևը, որ դա հեքիաթ չի, տարբեր ամենաբարձր ացաններից ասում է, չէ՞ անդամ։ Այդ 300,000-ը 88-91-ին դուրս եկած մարդիկ են։ Իսկ իրեն ժառանգներով, եթե փորձեն հետ գալ, որքան կլինի 1 միլիոն։ Չկարծում որ 1 միլիոն ադրբեջանցի եթե Հայաստանը գալիս, Հայաստանի ժողովրդագրական վիճակը կտրուկ փոխվել է։ Եթե այդ ընթացքում հոգեբանորեն դա կյանքի կոչեն, Հայաստանից հսկայական մեծ արտագաղթ է չէ՞ լինելու։ Հետո կպարզի որ հայերս տարածքի վրա մեծամասնություն չեն։ Ադրբեջանցիներն են մեծամասնություն, այս է դες ծրագիրը։ Իդեպ որ ասենք ինչպես կանխարգել եք, ես օրինակը բերեմ, նախ վտանգը պետք է համարժեք գնահատի պետական մակարդակով։ Եվ երկրորդ մի օրինակ թե ինչպես եղավ, օրինակ Հորդանանի արմենիանապ, որտեղ պաղեստինցիներն են ապրել։ Հրեա վերաբնակները գալիս են այդտեղ, արաբները դիմադրում են որոշակի առումով, հետո վերաբնակները հետևից ով է գալիս, ցախալը, տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ու վերջ, տարածքը վերցնում են, չէ՞ հիմա Իսրայելը իր հսկողության տակ է, չէ՞ պահում, կարևորագույն։ Եվ այդ վտանգի չափը մենք չենք ուռճացնում։
Մենք ուղղակի այդ վտանգի մասին բարձրացնում ենք, որտեղ վաղը, եթե փաստի առաջ կանգնենք, մենք նախ հոգեբանորեն պատրաստ չենք այդ վտանգը դիմագրել, որտեղ դրա մասին չգիտենք։ Մեր նպատակը նաև այս մակարդակով բարձրացնել, նաև փորձագիտական մակարդակով բարձրացնել։ Ասեմ ռուսական աղբյուրներ կան, դեռ մասնագետներ կան, որոնք այն թեմանի մասին ես Սեֆյանների ժառանգության մասին խոսում եմ, դե այդ մարդիկ ընդ բավական լուրջ բան է, խիստ մտահոգ են, որտեղ հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի տարածքի վրա, եթե պատկերացեք ադրբեջանցիներն էլ գումարենք Միջին Ասիական հանրապետությունների ժողովուրդներին, սա մեծ թուրանի պրոյեկտը չի։ Սա պլան B-ն է։ Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ մեծ թուրան է, թուրքալեզու ժողովուրդներ, սունի մահմեդական ժողովուրդներ, որոնց միավորում են եւ գենետիկորեն թուրքեր։ Սա մի պլան է։ Ստեղծվել է պլան B։ Դա Սեֆյանների ժառանգության 40-50 միլիոնանոց ժողովուրդն է։ Սա էլ պլան B է, այսինքն Ռուսաստանի եւ Իրանի դեմ նայեք հողը նախապատրաստում եւ Ադրբեջանի վրա պատկերացրեք ինչ խաղադրույքներ է դրված։ Բա մեր մտքով կանցնել որ 2011 թվականին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները Վատիկանի գաղտնի փակ արխիվներում նման փաստաթղթեր են պատճենում, նայում, թարգմանում, տանում են այնտեղ, որ հող նախապատրաստել։ Այսինքն վտանգը շատ ավելի մեծ է, քան իրականում մենք պատկերացնում ենք կամ գիտենք։ Եղավ, շնորհակալություն։ Պարոն Ղուկասյան, վերջերս Հայաստան եկան Ադրբեջանի քաղաք հասարակության ներկայացուցիչները եւ նաեւ Հայաստանից մասնակցեցին այդ կոնֆերանսեր, կլոր սեղաներ, ինչ որ մի միջոցառում էր, որը տենց շատ լայն չլուսաբանվեց, բայց մամուլում եւ համենայնդեպս սոցցանցերում դա երևաց։ Ինչ է կարծում, դա ինչ ազդակ է, ինչ իրենց ինչ է պարունակում։ Հնարավոր է, որ այդ քննարկումները արդեն սկսեն ընդլայնվել եւ օրինակ տեղի ունենան քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի, հասարակական կազմակերպությունից բացի օրինակ երիտասարդների, մշակույթի եւ այլն, սա ինչ միտում է եւ երկրորդ հարցն էլ դուք ոնց եք վերաբերվում Արևմտյան Ադրբեջանի այս թեզերին, որ տարածվում են, հա, եւ կարծիքը ձեր։ Հանդիպումներ նման ձևաչափով տեղի են ունենում արդեն վերջին մի քանի տարիների ընթացքում, ուղղակի տարբերությունը նա է, որ հանդիպում են երրորդ երկրներում, օրինակ Բրյուսելում, այլ երկրներում եվրոպական անընդհատ հանդիպում։ Այդ միշտ է եղել, բայց Հայաստանում են հիմա հանդիպում։ Հիմա արդեն տեղափոխվել է այն ձևաչափ, որ հանդիպում են Երևանում եւ Բաքվում, հա։ Այսինքն կոնտակտները անընդհատ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ավելի ինտենսիվ է դառնում։ Ես կուզում եմ մի երկու բառ ասեի կապված գործընկերները շատ ճիշտ նշեցին, որ այս կոնցեպտը Արևմտյան Ադրբեջանի ոչ միայն Ալիևը այս մակարդակով խոսում է, այլ կան կառույցներ, որոնք որ ուղիղ պետական ֆինանսավորում ունեն եւ ասեմ, որ վերջերս փետրվարի 17-ին 18-ին տեղի է ունեցել նորից նման կառույցի մեծ ժողով, համաժողով, որտեղ այո բարձրաձայնվել են բոլոր այդ հարցերը 300,000 ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան եւ մնացած ռազմավարության հարցեր, այսինքն այդ կառույցը ոչ միայն գոյություն ունի թղթի վրա, այլ իրական կյանքում գետնի վրա անընդհատ հանդիպումներ են տեղի ունենում ռազմավարության մշակում, այսինքն այդ հարցը անընդհատ օրակարգային է Ադրբեջանում եւ ամենավտանգավորը նա է, որ դա ունի պետական ֆինանսավորում ուղիղ Ալիևի հրահանգով, հա, այսինքն այն, որ ասում են ուռճացված է, այս կոնցեպտը Ալիևի ֆանտազիաների արդյունք է, հրետորաբանությունը ներքին աուդիտորիայի համար, հա, որտեղ իշխանական որոշ շրջանակներ անընդհատ ասում են, դե լավ, մի ուշադրություն դարձրեք Ալիևի հայտարարություններին, դա ներքին իր ժողովրդի համար ուղարկված ազդակներ է, իր PR-ը ապահովելու եւ այլն, բանը բանից անցել է, ասեմ, ու մի քիչ այդքան էլ այդպես չի, հա։ Այսինքն այս վտանգները, ռիսկերը իրականում կան։ Եվ մենք սրա մասին ոչ միայն պետք է խոսանք, այլ սրա մասին պետք է նախ եւ առաջ հանրությունը տեղյակ լինի, եթե պետական մակարդակով անգամ ծպտուն չեն անում իշխանությունները, եւ գիտեք այնպեսի տպավորություն է, վերջ, չկան որևէ ռիսկեր, Ադրբեջանը բարեկամ երկիր է, Թուրքիան բարեկամ երկիր է, այնտեղի ղեկավարները Էրդողանը եւ Ալիևը հայ ժողովրդի եւ Հայաստանի բարեկամներն են, այդպեսի մոտս տպավորություն է, որ գիտեք այնտեղ որտեղ որ ռիսկերը այդքան էլ մեծ չեն, ուռճացվում է, օրինակ չեմ րոպե մեկ իշխանության հրետորաբանությամբ ասեմ հյուսիսից եկող վտանգների մասին են խոսում, կարծես թե մեր քթի տակ մեր այս երկրների կողմից այլևս ոչ մի ռիսկ չկա, իսկ նրանք ովքեր ռիսկերից խոսում են, չուզողներն են խաղաղության, հա։
ասեմ, որ այդ խաղաղությունը բոլորն են ուզում, որովհետեւ մեկը չի ուզում պատերազմ, բայց ես կարծում եմ Ալիևը յուրովի է տեսնում այդ խաղաղությունը, ինքը տեսնում է խաղաղությունը այնպիսին, ինչպիսին որ հենց ինքն է տեսնում, այսինքն մենք եւ իրենք տարբեր խաղաղության մասին ենք խոսում։ Այսինքն Ալիևի համար խաղաղությունը դա 300,000 ադրբեջանցու վերադարձ է, սկզբնական, ինչպես պարոն Ապետյանը նշեց, հետո արդեն կարող է խոսքը գնալ 100,000-ավոր մարդկանց մասին։ Սա է Ալիևի համար խաղաղություն։ Ալիևի համար խաղաղություն է, որ Հայաստանը պետք է տա ինչ-որ անկլավներ, Հայաստանը պետք է անցկացնի դելիմիտացիա դեմարկացիա, այնպես ինչպես տեսնում է Ալիևը, եւ շատ ճիշտ է նշվում, որ մենք դեռևս վտանգների անգամ չափերը չենք հասկանում։ Էլ ինչ է Ալիևը եւ ինչպես է Ալիևը տեսնում։ Հիմա եթե պետական մակարդակով նշվում է, որ ամեն ինչ շատ լավ է եւ բոլորը նրանք ովքեր խոսում են ռիսկերից, թե երբ որ օրվանից եղավ, որ եթե մարդը մտահոգություն է հայտնում եւ խոսում է ռիսկերից, ինքը չուզողա խաղաղության, ուզում է պատերազմ լինի։ Այսինքն այլ կեղծ թեզ եւ մանիպուլյացիա։ Եվ որոշ մարդիկ սրան հավատում են, որ եթե փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքացիները առհասարակ մտահոգություն են հայտնում, դա նշանակում է, որ չուզող ես դու։ Իսկ այդ հանդիպման մասնակիցները ձեր կարծիքով մտահոգություններ հայտնում են, թե իրենց հետաքրքրում է միայն խաղաղությունը։ Անկեղծ ասած չեմ շփվել այն մարդկանց հետ, ովքեր որ ներկա են եղել, նկատի ունեմ փորձագիտական։ Օրինակ որ ձեզ հրավիրեն Ադրբեջան տարբեր տենց ֆորմատի մեջ։ Չեմ կարծում, որ կուզենաք մասնակցեք։ Ես նորից մասնակցեմ, կողմ եմ խաղաղության։ Որևէ ձևով դեմ եմ պատերազմին բնականաբար։ Չեմ կարծում, որ հիմա այն ժամանակահատվածն է, որ այսպես ասենք, եկել է այն փուլը, երբ մենք կարող ենք հանգիստ գնալ Ադրբեջան եւ քննարկել խաղաղության մասին հարցերը, հա։ Սկզբնական փուլում դա պետք է լինի երկրների ղեկավարների մակարդակով, երկրների պետական մարմինների մակարդակով։ Երբ որ մենք կտեսնենք, որ Ալիևի խաղաղության պատկերացումները նույնական են ինչ-որ մեր խաղաղության պատկերացումները, խնդրեմ այդ ժամանակ թե ժողովուրդների միջև կլինի կապ քաղաքացիական։ Իսկ երբ որ լինի այդ իրենց վերադարձը 300,000-ի, ոնց է կարծում, կարող է օրինակ ինչ-որ ձևով մեր ժողովրդի ինչ-որ մի հատված ասի, դե սովետի ժամանակ ապրել ենք, իմիջիալը շատ տեղերից եմ ես լսում, ասում են սովետի ժամանակ մենք լավ էլ իրար հետ առևտուր էինք անում, ապրում էինք, բան, այսինքն դուք կարծում եք, որ բոլորը տենց դժվար են դիմավորելու։ Սովետի ժամանակ այդքան արում չէր թափվել, սովետի ժամանակ պատերազմներ հայ-ադրբեջանական չեն եղել ու մի փոքր սխալ է համեմատական անցկացնել։ Սովետի ժամանակ շատ բան ա եղել սովետի ժամանակ, եկեք սա հիմա ասենք, որ նույնն է, բան չի փոխվել, սովետի 70 տարի առաջ նույնն էր, հիմա նույն իրողություն ծիծաղալու է, էլի։ Իրականում նորից եմ կրկնում, որ այն ֆոնին, երբ Ալիևը ասում է 300,000 ադրբեջանցի պետք է գնա, Հայաստանը ամբողջ դա արևմտյան Ադրբեջանը, Երևանը դա Ադրբեջանը, Սևանը դա Ադրբեջանը, ու մենք գնանք նստենք Բաքվում, ինչից խոսանք։ Ես ավելին կարող եմ ասել, այո, կոնտակտները պետք են, բայց ես նորից եմ կրկնում, նախ մեր իշխանությունների եւ դիվանագիտության խնդիրն է բերելու ադրբեջանական իշխանություններին կոնստրուկտիվ դաշտ եւ ամփոփեմ, ասեմ, որ տեղյակ եմ, շատ լավ տեղյակ եմ եւ դրա մասին բացահայտ խոսում եմ, նույն այդ ադրբեջանական քաղաքացիական հասարակություն, իրականում ես չեմ կարծում, որ Ադրբեջանում կա քաղաքացիական հասարակություն, դա ամբողջությամբ ղեկավարվում է վերևից ամբողջությամբ, հա, նույնական թեզերը ունեն, նույն այդ շփումների ժամանակ եւ դրա մասին բացահայտ է ասում, ինչ որ Ալիևը, այսինքն միակ թեզ, որը որ շեղվում է պետական գծից, այդ քաղաքացիական հասարակությունը ադրբեջանական չունի։ Պարոն Իսագուլյան, դուք անվտանգության հարցով նախագահի խորհրդական եք եղել, երկար ժամանակ զբաղվել եք անվտանգության հարցերով։ Այ պարոն Ղուկասյանը ասում է դիվանագիտության հարցերը պետք է խորացվի եւ դիվանագիտության նաեւ հարցն է։ Դուք ո՞նց եք կարծում, այս հարցերում ավելի շատ անվտանգային համակարգերը պետք է աշխատեն, թե դիվանագիտական կորպուսը, այսինքն օրինակ, որ ասում էր պարոն Ապետյանը պետքա ռիսկերի չափը գնահատվի։ Օրինակ ով պետքա գնահատի այդ անվտանգության խորհուրդը, հատուկ ծառայությունները, պարլամենտը, ով է դա գնահատում այդ ռիսկերը։ Այստեղ տեղին է Միշել Նիկոլ Փաշինյանին, որը ասում է պետք է իրական Հայաստանի տեսակետից նայենք ամեն ինչ։ Հիմա եթե նայում ենք իրական Հայաստանի տեսակետից, ապա պետք է նախ եւ առաջ ֆիքսել հետևելը։ Հայաստանում իշխանությունը զավթված է հայ ժողովրդի թշնամիների կողմից։
իշխանությունը զավթված է։ Եվ այդ իշխանության զավթիչները ամենևին որևէ տեղ եւ որևէ ատյանում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու որևէ խնդիր չունեն։ Նրանք ներկայացնում են այն պետությունների շահերը, ովքեր իրանց ֆինանսավորել են եւ իրանց պետական հեղաշրջման միջոցով բերել են իշխանության։ Իսկ քանի որ փոխտաբով եղել են Թուրքիան ու Ադրբեջանը, նշանակում է մեր իշխանություններն այսօր ծառայում են իրենց հայրենիքին, հիմա Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ նրանց միսիան եղել է Հայաստանը որպես պետականություն վերացնելը։ Ցավոք սրտի, եւ պարոն Նահապետյանը եւ պարոն Սուրենյանցը ասեցին, որ շատ քչերն է, որ այն ժամանակ սա հասկանում էին դեռ մինչև երբ որ դեռ քայլիստները քայլում էին, որ այս մարդիկ քայլում են այլոց փողերով, այս մարդիկ հայ ժողովրդի թշնամիներն են եւ սրանց իշխանության գալու պարագայում մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Փաստ արձանագրվեց, կորցրեցինք Արցախը, հոկտեմբերի 6-ի ստորագրությունը դա էր նշանակում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հաստատքի ստորագրումով մենք հանձնել ենք Սյունիքը, ընկերներ, սա պետք է գիտակցել, Սյունիքը հանձնված է։ Վերցրեք այդ փաստաթուղթը, էջուկես է, Նիկոլը ճիշտ է ասում, հայերեն է գրված, որտեղ շատ հստակ է, չեմ սխալվում, դա երրորդ կետն է, գրված է, որ այլևս նոր տարածքներ գրավելու համար պատերազմել պետք չի, ուժ գործադրել պետք չի։ Հայաստանը իր կամքով այդ տարածքները տալիս է։ Սևով սպիտակի վրա դա գրված է։ Ճիշտ է, մի քիչ ընդ ինքնիշխանություն, լիազորություն բառեր է գրած, որոնք աբսուրդ բառեր են։ Հիմա այդ առումով ես գտնում եմ, որ այս փուլում միակ անվտանգության խնդիրը Հայաստանը ազատել թշնամիների իշխանությունից, հիմա Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից, որից հետո նոր կարելի է այս հարցերը օրակարգել։ Ես հասկանում եմ նախաձեռնության ցուցաբերողների, որոնք ուզում են ցույց տալ, որ Հայաստանը պետական մակարդակով, թշնամի իշխանությունների մակարդակով այնքան է նահանջել, որ Ադրբեջանը կարողանում է այս կարգի ուրեմն խնդիրը, որը պարոն Նահապետյանի 11 թվից արդեն նախապատրաստում են, օրակարգ իջեցնել, մեր պետությունը ձեն չի անում, որտեղ Նիկոլը ինչ է ասում, Ադրբեջանի պահանջով ուզում է վերացնել մեր սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը։ Ադրբեջանի պահանջն է դա, որից հետո այլևս որպես պետություն մենք որևէ փաստաթուղթ չունենք, որ գոյություն ունենք, Ադրբեջանը քայլելով գալու է Երևան եւ Հայաստան դարձնի Ադրբեջանի հետ առնելով տղաների մտահոգությունը շատ տեղին է։ Դրա փոխարեն մենք ինչ պետք է ունենանք, տեսեք հիմա մեր պատին գրված է ոչ արևմտյան Ադրբեջանի։ Պետք է լիներ այո արևելյան Հայաստանին Շուշի մայրաքաղաքով, Հայաստանին Երևան մայրաքաղաքով եւ արևմտյան Հայաստանին Տրաբիզոն մայրաքաղաքով։ Սա պետք է լիներ հայ ժողովրդի, հայ քաղաքական մտքի, պատմաբանների եւ մնացած բոլորի ուրեմն բանը ուղեղում, ոնց ուզում եք մտածեք, չասենք երազանքում, դա իրականություն դառնա։ Ցավոք սրտի հենց նման բան ես ասում, քեզ մեղադրում են որպես պատերազմ քարոզող, իսկ այն որ Ադրբեջանի նախագահան պահանջում է որ վերացրեք ձեր անկախության հռչակագիրը, դա դիտարկում են նորմալ է։ Խոսքը 300,000 ազերիների մասին չէ, ինքերներ։ Արմանը նշեց Ղուկասյան, այո, Բրյուսելում եւ Թիֆլիսում տեղի են ունեցել երկու երկրների քաղաքասարակության ուրեմն ներկայացուցիչների հանդիպումը։ Շատ հետաքրքիր է, որ օրինակ Բրյուսելում դա կազմակերպվել է մեր շատ սիրելի այն բառերը չօգտագործեմ ձեր եթերում չի կարելի Մակրոնի ֆինանսավորման, Ֆրանսիայի ֆինանսավորման եւ այնտեղ խոսքը չի գնացել 300,000-ի մասին։ Այնտեղ խոսքը գնացել 1,5 միլիոն ազերիների 300,000-ը դա մենակ են տարածքներն։ Իսկ այն չէ պաշտոնական հողին, որ 1,5 միլիոն եւ Բրյուսելում եւ Թիֆլիսում խոսքը գնացել է 1,5 միլիոն ազերիների։ 300,000-ը օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթով Սյունիք պիտի վերադառնա։ Այսինքն այն բոլոր գործողությունները, գործընթացները, որ այսօր տեղի են ունենում։ Բայց որտեղ են ապրելու այդ 1,5 միլիոնը։ Հայերը պետք է գնան ստեղան։ Միթե մենք այդքան դժվար ենք հասկանում։ Արցախի հայությունը հիմա որտեղ է ապրում։ Երբ որ Արցախի իրանք ցեղասպանության ենթարկեցին, հիմա այդ մարդիկ որտեղ են ապրում։
Երբ որ մեր պետությունը պետականորեն արգելում է, որ արցախցիք ստեղ կառույցներ ունենան, որոնք անդադ Ղարաբաղի խնդիրը օրակարգում պահեն, երբ որ ընդդեղի օրինական նախագահին, ազգային ժողովին կալանավորում են, մարդկանց ու ենթարկում են բռնության, քաղաքական հետապնդման եւ բացարձակ իրան չի հետաքրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ նստած է Բաքվում, մենք ոնց ենք Ուղղակի հայ ժողովուրդը ոնց որ 15 թվականի 1915 ցեղասպանության ժամանակ աշխարհով մեկ սփռվեց, հիմա էլ կասեն ձեր խնդիրը գրած եք աշխարհով մեկ սփռվեք, բայց սա մեր պապական հողերն է։ Այն որ մենք Արցախը Նիկոլը տվեց թուրքերին եւ մենք մոռացանք, վախեցանք, այլևս վախենում ենք Արևմտյան Հայաստանի խոսույթը օրակարգում պահել, որտեղ անմիջապես պատերազմ հրահրելու եւ չգիտեմ ինչ պահանջներ ռևանշ բանանելու համար Ադրբեջանը կպահանջի կկալանավորեն այդ մարդկանց։ Բայց եթե օրակարգում մնար Արցախը, դեն մտածեին նաեւ դաշտային Արցախ ազատագրելու, հետագայում Արևմտյան Հայաստանի խնդիրը մեր օրակարգում միշտ լիներ, այսօր Արևմտյան Ադրբեջանի խնդիր չէինք ունենա եւ մեր քաղաքական, ռազմական փորձագետները, գործիչները ստիպված չէին լինի։ Տես Սուրենից շատ հստակ ասեց, որ իրանց սրտով չի, բայց երբ որ տեսնում ես պետությունը ձեն չի անում։ Իսկ ՄԱԿ-ն էլ խնդրեմ, պարոն Նահապետյանի ասածով, բարձրում է, որ իսկ քույր եկեղեցի տենց ասենք, թե չգիտեմ, քույրիկ եկեղեցի, հա, Վատիկանը պատրաստ է զոհաբերել, հասկացեք, եւ եկեղեցու նկատմամբ այս ոտնձգությունները եւ մնացած բոլոր Նիկոլի եւ նրա թիմի գործողությունները ցույց են տալի, որ աշխարհը կարողացել է Հայաստանը ոչնչացնելու լավագույն ձևը ճարել։ Բոլորը միավորվել են, իշխանության են բերել հայ ժողովրդի մեծագույն ճշնամիներին, որոնք կրում են հայկական անձնագիր, ունեն հայկական անձնագիր, կրում են հայի ազգանուն, բայց էությամբ չգիտեմ ինչ է, բայց աշխատում են հայ ժողովրդի ու Հայաստանի, Արցախի ու ընդհանրապես հայկականության դեմ։ Այս կարծում եմ խնդիրները պետք է ուղղակի բանանել եւ ես շատ բան եմ որ տղաները այս հարցը բարձրացրել են ամենաբարձր մակարդակով, բայց արժե որ մենք օրակարգ բերենք Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան խոսույթը, մեր ժողովուրդ հասկանա, որ սրանք մեր պատմական հայրենիքի մասերն են եւ այդ պատմական հայրենիքը վաղ թե ուշ պետք է դառնա հայկական պետականություն եւ հայկական լեռնաշխարհում ձևավորվի այսօր հայկական պետականությունը ինչի մասն է։ Պարոն Սուրենյանց, այս կանխատեսումները մոտապես ինչ ժամանակային օրինակ բան եք դուք պատկերացնում, ասենք առաջիկա 5 տարի, առաջիկա 10 տարի, առաջիկա 20 տարի, նույն Ալիևի առաջ քաշած այս օրակարգերը, հա, իրանք ինչ են ենթադրում, դա մոտ ապագային է վերաբերվում ըստ ձեզ, թե դա ինչ որ հեռահար ծրագրեր են։ Նախ միջև ձեր հարցին պատասխանել եմ մի բան ասեմ, որ բխում է պարոն Ղուկասյանի խոսքից։ Այո, կարծիք սովետական, ռուսական իրականությունը մերժող մարդիկ այսօրվա իշխանությունն ունենա սատելիտները շատ հաճախ ասում են, տեսեք, հայերն ու ադրբեջանցիները սովետի ժամանակ հաշտ հավերաշ խաբրել են։ Իրանք չեն էլ հասկանում ինչ վտանգավոր ծուղակի մեջ են դնում հենց իրենց։ Այսինքն, այո, եթե կան միշտորդներ, կամ մի հզոր կենտրոն, որը խաղի կանոնները հաստատում, այդ հաշտությունը լինում է։ Երկրորդ պլան են մղվում պատմական, ազգային եւ այլն վեճերը եւ մարդիկ համակեցվում են, սովետական մոդելը այդպեսին էր օրինակ։ Կարողացել են ամբողջ խնդիրներն, բա մենք այդ ենք մեր կոկորդները պատրում ասում։ Երբ որ գնացել ես Ադրբեջանի հետ առանց երաշխավորների ու միշտորդների բանակցությունների, դա ի սկզբանե տապալված է թղթում ինչ ուզում է գրվի, որտեղ ուժային դիսբալանսի պայմաններում արդեն մոտենում եմ ձեր հարցին։ Ուժային դիսբալանսի պայմաններում, եթե չկան միշտորդներ կամ երաշխավորող երկրներ, կամ չկա մի այնպիսի մոդել, ինչպիսին սովետական միության մոդելն էր, թղթի վրա գրվածը չի աշխատելու։ Ուժային բալանսն է, չէ, որոշում որ օրակարգն առաջ մղվում, որն է դուրս մղվում եւ ինչպիսի հանգուցալություններ են լինում։ Հիմա դուք ասում եք ինչ ժամանակներում այնքը պատրաստ անել։ Նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո արևս դուք չեք կարող կանխատեսել Արցախի կլանման հարցը երբ լուծել։ Եվ ստեղ մի շարք գործոններ կա, եկեք չասենք, հա, դա կանխորոշված էր։
Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը ռուսական հարթակներից բանակցային գործընթացի չէր տեղափոխում արևմտյան հարթակներ, ես շիրեմ Արցախը կործանվելու էր, թե ոչ։ Որովհետև ակնհայտորեն այդ Արցախի ոչնչացմամբ շահագրգռվել արևմուտքը ոչ են պատճառը, որ հայ ժողովրդի թշնամին է։ Հենց ռուսական ազդեցությունը ռեգիոնում թուլացնելու նպատակով։ Շատ պարզ է, չէ՞ սա, նրանից չի, որ հայ ժողովրդի թշնամին են կամ բանն է։ Հիմա որպեսզի այդ հարցին պատասխանենք ձեր, նախ մի քանի արձանագրում կատարենք։ Հայաստանը գտնվում է միակողմանի նվաստացուցիչ պերմանենտ զիջումների ռեժիմում։ Այսինքն, դա խաղաղության պայմանագիր չկա, միակ ֆորմալ պահանջը Ադրբեջանի մնում է սահմանադրության փոփոխությունը։ Բայց նույնիսկ որևէ երաշխիք էլ չկա, որ ընտրությունից հետո սահմանադրությունը փոխեցին, ինքը վազելու է խաղաղության պայմանագիրի ստորագրի։ Ինչի՞ չի ստորագրում այդ խաղաղության պայմանագիրը։ Ինչքան էլ վատը մի այդ փաստաթուղթը, մեկ այն ինչ-որ կաշկանդող բան է, էլի, կաշկանդող գործոն է։ Ինքը կարծում է, որ Հայաստանից առավելագույնը ստանալու հնարավորություն ունի։ Անկլավ, այդ որ արևմտյան Ադրբեջան ասում եք, միայն բանը չհասկանանք, հա, փախստականների վերադարձ չհասկանանք, կամ ադրբեջանցիների ստիպողական Հայաստան տեղափոխելը չհասկանանք։ Անկլավները հասկանանք, կոպետության քաղաքակրթական հիմքերի ոչնչացումը հասկանանք, որտեղ դա լայն կոնցեպտ է, միայն այդ 300,000 կամ ինչ-որ X թվով մարդկանց Հայաստան գալու մասին չի խոսքը։ Դա ըստ նշանակում է Հայաստանի տարածքում հայ-ադրբեջանական ինչ-որ համակեցության ստեղծում, անունը ինչ ուզում եք դրել։ Հիմա, երբ որ պլաններ են պետությունները մշակում, մի շարք կոմպոնենտներ են հաշվի առնում, դեմոգրաֆիկ վիճակը, այսինքն բալանսը դիտարկում են ոչ միայն ռազմական հարթության վրա։ Եթե Հայաստանի ժողովուրդը 2021 թվականի օրինակով սխալ ընտրություն արեց 2026 թվին, այս վտանգավոր գործընթացները կարող են շատ արագ տեմպով զարգանալ, ասեմ ինչու։ Դա բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի Հայաստանը, որտեղ հուսահատ, եթե վիճակ չփոխվեց երկրի ներսում, հուսահատ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հեռանալու են Հայաստանից, այլ ճանապարհ չտեսնելով։ Սա մեկ։ Երկրորդը գիտեք, մի պատկերացրեք, որ այս պրոցեսները անպայման 1-2 տարում կլինեն։ Հիմա ինստիտուցիոնալ նախադրյալներ է ստեղծում, օրինակ սահմանադրության նախաբանից է անում։ Հետո կհասնի օրինակ անկլավների վերադարձին։ Անկլավները վերադարձին, հետո էլ ասելու է հատ մինիմիջանց տուր, որի մայր տարածքը կապնվի այդ անկլավների հետ։ Հետո մինիմիջանցքում կհայտնվեն ադրբեջանական զինված ուժեր, որտեղ հայտնվում են զինված ուժեր, ինչ-որ ինֆրաստրուկտուրա է ձևավորվում, դրա շուրջ մարդիկ են գալի եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, այս երկու հարցի մենք պիտի պատասխանենք, հանդուրժելու ենք մի հատ խաղաղության մոդել, որի բովանդակությունը պերմանենտ եւ միակողմանի զիջումներն են։ Եթե այդ հանդուրժում ես, ժամանակի ընթացքում աստիճանաբար իրան հասնում ես այդ ստրատեգիական բոլոր բաները, որ ունես։ Քաղաքակրթական առումով էլ, դեմոգրաֆիկ առումով էլ, այլ առումներով էլ։ Սա գլխավոր մեկ հարցն է, եւ երկրորդը, արդյոք Հայաստանում ձևավորելու է մի հատ իշխանություն, որը մի կողմից այո հաշվի է նստելու այն փաստի հետ, որ պարտվել ես։ Ի վերջո դա չես կարող անտեսես։ Բայց մյուս կողմից ունենալու է օրակարգ, որը միտված անելու պարտության հետևանքների աստիճանական վերացմանը։ Իսկ երկրի զարգացման տեսլականը։ Հիմա դու ունես մի հատ իշխանություն, որը առանց բայցերի խաղաղության կողմնակից է, միայն թե չսասանվի իր իշխանությունը։ Ամբողջ խնդիրը այո, ես այդ առումով պարոն Սագուլյանի հետ միանգամայն համաձայն եմ։ Առաջի քայլը, որտի կասեցվի ադրբեջանական էքսպանսիան, մենք պետք է անենք երկրի ներսում փոփոխություններ հարուցելով։ Եթե այդ փոփոխությունները չես անում, ինչքան ուզում եք հազարներով գնանք ՄԱԿ-ի կամ այլ դեսպանատների դեմ բողոքենք, դա իհարկե կարևոր կլինի, բայց դա այն արդյունավետությունը չի ունենա։ Ի վերջո, լավ որ ինչ չի, չէ՞ որ շատ հարգանքով եմ ինչ որ պետք է ասեմ,
լավ ուրիշ չի, չէ՞ որ օրինակ քրդերը գնում են միջազգային կառույցների դեսպանատների դեմ ցույցեր են անում։ Ինչի՞ է դա այդպես ստացվում։ Որտեղ իրենք պետականություն չունեն։ Հիմա եթե մեր ցավոք սրտի մեր քաղաքացիների մոտ աշճանաբար առաջանում է ինքնակազմակերպվելու եւ ավտոնոմ բողոքի ակցիաներ անցկացնելու ցանկությունը է պահանջը, դա ինչի՞ց է, որ բոլորիս աչքի առաջ բովանդակային առումով մեր պետականությունը ոչնչացվում է։ Սկզբում բովանդակային առումով է ոչնչացվում, քաղաքակրթական առումով է ոչնչացվում։ Հետո նոր գալիս է այդ դրա ֆիզիկական հետևանքները քաղելու ժամանակը։ Մտցված էր, չէ՞, մեր հասարակության գիտակցության մեջ։ Հակառակ դեպքում որպես հասարակություն այսքան հեշտ չենք Մարսի Արցախի կործանման փաստը։ Ինչ-որ աշխատանք տարվել էր, չէ՞ որ հասարակական գիտակցությունը եկեք շատ անկեղծ խոսք, բավականին առանց մեծ ցնցումների Մարսեց Արցախի կործանումը։ Չեղավ չէ, Արցախի կործանում, դուք մի 10 տարի առաջ պատկերացնեիք, պարոն Իսագուլյանը, պարոն Նահապետյանը, պարոն Ղուկասյանի նույնիսկ 10 տարի առաջ տարիքը չեմ հիշում, բայց պարոն Իսագուլյանը պատգամավոր է եղել, պարոն Նահապետյանը ՊՆ աշխատակից է վստահաբար եղել, 1992 թվականի ամռանը Հայաստանը գտնվում էր 5 պակաս ռեժիմում, իշխանապողությունից 5 պակաս ռեժիմում, միայն այն պատճառով, որ Մարտակերտի շրջանում ինչ-որ կորուստներ ունենք տարածքային եւ օրվա իշխանությունը ներքաղաքական կամ հասարակական համերաշխություն ապահովելու նպատակով Վազգեն Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարար։ Դե ասում եմ մի քանի գյուղի կորուստի հետևանքով էր։ Գիտեք ինչպես ցույցեր տասնյակ հազարավոր։ Այսինքն ուզում եմ ասեմ, ոչ մի ամենավտանգավոր բանը, որ ես այսօր համարում եմ, դա այն է, որ ադրբեջանական պետական մակարդակով քաղաքականություն է իրականացվում։ Հայաստանի հակազդեցության լիակատար բացակայության պայմաններում։ Դե պարտված երկիր ենք, դուք ասեցիք։ Պարտված երկիրը արժանապատվություն է ունենում։ Ես ուզում եմ մի բան ձեր ասացի վրա մի բան ասեմ։ Հետ պատերազմյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերը չէր հասկանում, որ Գերմանիան պարտված երկիր է։ Շատ էլ լավ հասկանում էր։ Շատ ավելի դաժան վիճակում էր, քան այսօրվա Հայաստանը։ Բայց շատ կարճ ժամանակում այդ մարդը կարողացավ Գերմանիայի հասարակությանը կոնսոլիդացնելով Գերմանիային վերադարձնել մեծ խաղացողների լիգ։ Դեռ Մարշալի պլան կար, հիմա դուք ունեք Մարշալի պլան։ Բայց ով է մեղավոր, որ չունենք։ Այս մարդու քաղաքականությունը ուղղված է դաշնակիցների Տրամպի պլանն առաջ քաշում։ Երկրի ոչնչացման։ Յա, երկրի ոչնչացման դաշնակիցն է։ Դու մի հատ դաշնակցի հետ գնում ես պրիդմետնի, առարկայական զրույց ունենաս։ Դե պարոն Նահապետյանին հարցնենք, պարոն Նահապետյան, շատ լավ օրինակ բերվեց Ադենխաուերը Գերմանիայում, Մարշալի պլան եւ այլ, իհարկե մի քիչ այդ առումով համաձայն չեմ այն առումով, որ Հայաստանը այն վիճակում չէր հայտնվել, ինչում որ Գերմանիան էր հայտնվել 45 թվականին, իհարկե անհամեմատելի կարծում եմ պատմական զուգահեռներ են եւ կորուստների եւ ինֆրակառուցվածքի եւ ամեն ինչի հետ կապված, որտեղ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ինքը չունի այն կորուստները, որը ունեցավ Գերմանիան։ Մենք ունեցանք Արցախի կորուստ, մի մասը մեր հայրենիքի կորցրեցինք, բայց համենայն դեպս դրանք կարծում եմ այդքան էլ համեմատելու չեն։ Կորցրել որ գուցե Գերմանիան չի կորցրել։ Այո։ Կորցրել է ազգային պետական նախագիծ։ Ես ասեմ, շատ բաներ են կորցրել, եւ հոգեբանական, եւ պատմական, բայց մենք էլի վերադառնում ենք այդ սպառնալիքներին, այդ խոսակցությանը։ Օրինակ 21 թվականին, այո, քննարկումներ էր գնում, մարդիկ ասում էին ինչ է լինելու, բայց մարդկանց մեծ մասը գնաց ընտրեց էլի օրվա իշխանությունը, այն իշխանությունը, ով 2020 թվականը տեղի ունեցավ ու մորոք, ով կորցրեց Արցախը, ով էս ամեն ինչը, հա, մենք տեսանք թե ինչ օրը գցեց ու
մարդիկ ուշադրություն չդարձեցին, ասին դե հիմա ավելի լավ է իրան կլինեն, քան նախկինները հետ գան, ինչ-որ sense լոզունգներով ու գնացին ընտրեցին։ Հիմա մենք խոսում ենք Արևմտյան Ադրբեջանից, խոսում ենք մարտահրավերներից, սպառնալիքներից եւ այլ։ Նախ առաջի հարցը, դուք ո՞նց եք կարծում, այս անգամ մեր հասարակությունը ինչ-որ բան սովորեց այս վերջին 5 տարվա ընթացքում, թե էլի նույն ձև են մտածում, եւ երկրորդը, ես պարոն Իսագուլյանին այդ հարցը տվեցի, ձեզ էլ եմ տալիս, ով պետք է, որ մարմինը պետք է ի պաշտոնե այդ ռիսկերը գնահատի Արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Նախ ձեր առաջին հարցին ես վիճակագրական տվյալներ եւ հարցումներ չունեմ։ Գնահատեմ հիմա մեր հասարակությունը նույն ընկալումներ ունի առաջնահերթությունների տեղերը փոխելով։ Օրինակ 21-ին առաջնահերթությունների տեղեր են փոխվել։ Մարդիկ ասենք թվացալ իրենց համար պատրանք իրականություններ։ Իդեպ հիմա նույն քաղաքականությունը, քարոզություն իշխանությունները տանում են, ու իրանց տերերը են, սրանք կատարածու են, ես համաձայն եմ մեծ հաշվով, սրանց իրավունքները ժեկի պետի իրավունքը, ոչ ավելի ոչ պակաս։ Մարտավարական լուրջ եւ ռազմավարական բոլոր հարցեր դրսում են որոշում, տեղեկանքի ձևով դնում են սեղանին, ասում են կատարեք։ Առաջնահերթությունների խնդիրը։ Օրինակ հիմա մի այսպիսի զուգահեռ բերեմ, առաջնահերթությունների բաղը։ Հունիսի 7-ին համապետական ընտրությունները։ Օրինակ Փաշինյանի եւ իր քաղաքական խմբակի համար, եթե իրենք չվերընտրվեն, մեծ հաշվով ամեն չի կորստա։ Այդ ամեն չի դա ինչ ուզում եք հասկացեք։ Այսինքն իրենք հոգեբանորեն պատրաստ են ամեն ինչ անել, որ վերընտրվեն։ Կապ չունի, որ երկին ինչ է զիջում։ Իրենք պատրաստ են բոլորին զիջել։ Իհարկե զիջել ոչ իրենց անձնականից։ Զիջում են պետականից, զիջում են պետությունից, հայնիկից, ժողովրդից եւ այլն։ Այսինքն իրենք չվերընտրվելը, իրենց չվերընտրվել, իրանց համար մահ է, եթե այսպես մի քիչ ավելի խոհա փիլիսոփայականով ասում, հա։ Իսկ հարց ընդդիմության երևացող ուժերը, հա, որոնք հավակնում են իշխանափոխության, իրենց համար չհաղթելը մահ է։ Ես կարծում եմ չէ, գոնե քարոզությանը մենք հետևում ենք, ու ես հետևում եմ Մասնագիտություն է նույնիսկ։ Հիմա ասեմ ինչի համար եմ սա բերում։ Ուրեմն հունիսի 7-ին կրկնվելու է այն ինչ որ եղավ 1918 թվականի մայիսի 28-ին։ Այդ ժամանակ թուրքական դիվիզիաները ընդ որում մի մասը հատուկ նշանակության, այսինքն էլիտար ստորաբաժանումների խնդիր են դրել Հայաստանը ամբողջովին հայերից մաքրել։ Հայկական հարցը վերջնականապես փակ է, այդպիսի խնդիր է։ Այսինքն 18-ի Սարդարաբադի կռիվը մեր լինելիության կռիվն էր։ Մենք լինելու ենք, թե չենք լինելու այստեղ։ Եվ այդ դրոշը կռվելու քաղաքական գործիչներն չեղավ, եկեղեցուն եղավ։ Երբ Արամ Մանուկյանը խմբով գնաց Մայրաթոր, կաթողիկոսին փորձում էր համոզել, որ քանի որ ճակատամարտը պատրաստում եւ կա վտանգ, որ թուրքական բանակը կարող է ճեղքում անել, գրավել Մայրաթորը վայրագություններով, առաջարկեց Սևան գնալ կղզում, հա, եւ պատասխանը առավել քան մեր ժողովականները են առնում, որ եթե իշխանությունները չի կարող բանակը պաշտպանել, իրենք են պաշտպանելու սրբությունները։ Եվ դա պատճառ հանդիսացավ եւ առիթ տվեց, որ եւ քաղաքական ուժերը իսկ այդտեղ մի քանի ուժեր կային եւ ժողովուրդը եկեղեցու մի քանի օր անդադ խփած զանգերի եւ իրավիճակի համարժեք գնահատականի արդյունքում մահու կենաց կանգնեցին կռվի։ Կռվի մեջ չի հաղթում այն, որ տեխնիկապես շատ ուժեղ է։ Հաղթում է նա, ով հոգեբանորեն պատրաստ է այդ կռվի մեջ զոհաբերվել։ Երբ որ ինքը մահվան վախը իր մեջ հաղթել է եւ թշնամու սրտի մեջ վախ է դրել, ինքը արդեն հաղթած է։ Կարող է ազնապես դա զոհվի, բայց ընկել հաստատ հաղթել է։ Որն 18-ին, մայիս 28-ին մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ է զոհվելու, նահատակվելու։ Հաղթանակի իրական գրավական է, ես հիմա ինչու եմ զուգահեռում։ Այս տարի հունիս 7-ին արվում է գործողություն, որով Հայաստանը տրվելու է ամբողջովին Թուրքիային։
ակնհայտ է չէ, որ ես գնահատում եմ երևի ամենայն հավաքականության պետպես էլ կա Փաշինյանը բերել են 4 խնդիր լուծելու համար։ Արցախի հանձնումը 1, թուրքական աշխարհի մեջ ցամաքային աշխարհագրական վայրից հայկական սեպի դուրս հանում 2, առայժմ այդ սեպը ընդհանրապես Սյունիքն է, սեպը ամբողջ Հայաստանն է։ Երրորդ ռուսական ռազմական ներկայությունը իդերուս 102 բազայի եւ սահմանապարների հեռացնել եւ 4-րդ Ռուսաստանի տնտեսական ներկայություն անել, որից հետո Հայաստանը ամբողջովին դրվելու էր Թուրքիայի կառավարման ներքո եւ տնտեսական, կոմունիկացիոն, էներգակիրների եւ այլն ամբողջովին։ Այսինքն մենք գնահատում ենք sense այս հունիսի 7-ին որոշելու Հայաստանը Թուրքիայի վիլայեթ է դառնալու թե չէ։ Ընդ որում ասեմ ձեզ Փաշինյանը իր, այսպես ասենք, համախոհներին համոզում է, ենթադրում եմ, ամենայն հավաքականության, որտեղ քարոզչական այդ թեզերը տեղեկատվական օրակարգի դրա մասն է խոսում, որ հա ինչ վատ է, որ լինենք Թուրքիայի հետ բարեկամ, միաշրջան ներքև, Թուրքիան խնդիր չունենա, Ամերիկան ԱՄՆ երաշխավորը, որ մենք այստեղ նորմալ կապրենք։ Ես բան չունեմ ասելու, որ վիլայեթ կարա դառնաս, բայց այստեղ հայ չի մնա, հարգելիս։ Դու էլ վիլայեթ կլես, ասենք հայ ադրբեջանական միացյալ մի նոր պետություն, չէ 4-րդ հանրապետություն են ասում, միլիոն կես ադրբեջանցիներ, մի կես միլիոն հայ է մնալու, հայերը փոքրամասնություն են լինելու, ինչ-որ ժամանակ հետո էլ է դուրս գալու։ Այսինքն խնդիրը հետևյալն է, եթե մենք հունիսի 7-ին այս իշխանություններին թողեցին վերարտադրվելու, ձեզ վստահեցնում եմ, Սարդարաբադի մեր այն կռիվը, որ մեր պապերը հաղթեցին Նաուկենաց կռվով, մենք 100 տարի հետո այդ կռվը պարտվելու ենք եւ միգուցե համալրենք ասորի ժողովրդի կողք ազատ տեղերը։ Շնորհակալություն, քան ժամանակը սպառվում է մեր ցավոք սրտի շատ հետաքրքիր քննարկում ենք ունենում, պարոն Ղուկասյան, 1 րոպե, 2 րոպեի մեջ տեղավորվենք, էլի։ Պարոն Նահապետյանի պրոգնոզները բավականին տխուր են, ասենց ասեմ, հա։ Լավ բան չի սպասվում, այսինքն։ Եթե մենք նայում ենք այդ տեսանկյունից, այդ զուգահեռներն են կասկածում այդ ձևը, բայց ձեր կարծիքով, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը ո՞նց է նայում այս հարցին, այսինքն Ռուսաստանը ո՞նց է պատկերացնում այս Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը եւ արդյոք քրիստոնյա Հայաստանը եւ Դաշնակից Հայաստանը, որ ընդունի նման ուրեմն պրոյեկտ, ինքը կունենա էլի նույն հենարանը կամ նույն մոտեցումները, ինչ որ ուներ անցյալում, այսինքն ըստ իրենց ինչ է կարծում, իրենք ինչ են մտածում այս հարցի շուրջ։ Ես ճիշտ ասած Ռուսաստանի ձեր տեսակետը էլի, ասենք իրենք ինչ հաշվարկ կան։ Բարդ հարց է իրականում, քանի որ Ռուսաստանը այսօր ամեն դեպքում զբաղված է ուկրաինական ուղղությամբ շատ ակտիվ եւ այո այդ ուղղությունը բնականաբար օբյեկտիվորեն առաջնային է իրենց համար, իրենց ազգային պետական շահերի համար։ Չեմ կարծում այն գնահատականները, որ Ռուսաստանը ուզում է դուրս գալ տարածաշրջանից, իրեն միևնույնն է ինչը կատարվում Հարավային Կովկասում, չեմ կարծում, որ դա իրականությունից բխող թեզ է։ Ռուսաստանը ունի շահեր, կենսական շահեր Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում։ Ես դրա մասին բազմիցս ասել եմ, բայց եւս մեկ անգամ կկրկնեմ, որ Թրամփի այսպես կոչված ուղի նախագիծը առաջի օգտվողներից այդ նախագծի դա Թուրքիան է, որտեղ դա ավելի կարճ եւ հարմար լոգիստիկ ճանապարհ է Թուրքիային դուրս գալու դեպի Կենտրոնական Ասիա եւ Միջին Ասիա, եւ սա իհարկե կենսական շահերին դեմ է Ռուսաստանի Դաշնության, քանի որ գիտենք, որ թե ինչպիսի սպառնալիքներ է ներկայացնում Թուրքիան նույն Կենտրոնական Ասիայում, նույն Միջին Ասիայում Ռուսաստանի Դաշնության համար, եւ դա այո կենսական շահերի մասին է Ռուսաստանի Դաշնության, այսինքն ինքնըստինքյան արդեն Հարավային Կովկասը չի կարող չհետաքրքրել կամ լինել ոչ կարևոր Ռուսաստանի Դաշնության համար։ Հիմա մոդա է, չէ, ասել, այսպես ասենք, որ մեր երաշխավորը այս տարածաշրջանի կայունություն եւ անվտանգություն երաշխավորը Դոնալդ Թրամփն է, անգամ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ հենց անձամբ Դոնալդ Թրամփը։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ Ժորժ ջան, խոսքերով չի մեծ քաղաքականություն անվտանգային հարցերը կամ փաստաթղթեր։ Ես ասել եմ ու հակը կրկնեմ, չկա որևէ փաստաթուղթ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավոր են հանդիսանում Հարավային Կովկասում։ Չկա նման փաստաթուղթ։ Ոչ օգոստոսի 8-ին այդ փաստաթուղթում կա նման բան, կա որ Դոնալդ Թրամփը հանդիսանում է վկա
ինչի վկան է Դոնալդ Թրամփը, անգամ սրա մասին է դժվար ասել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կպայմանավորվեն եւ ի վերջո կստորագրեն խաղաղության պայմանագիր, բոլորն է վկա են, կներեք։ Ռուսաստանը վկա չի, Ռուսաստանն էլ է վկա, Եվրոպան էլ է վկա, չգիտեմ, Թուրքիան էլ է վկա, եթե սենց դրա անվանությամբ նայենք։ Այսինքն խոսքերով չի, որովհետև անվտանգային երաշխավոր կարող է լինել միայն այն պարագայում, եթե դու փաստաթղթերով հստակ մեխանիզմներ ես մշակել, հստակ պատասխանատվության ինչ-որ մեխանիզմներ կան, եթե կողմերը խախտում են եւ այլն, ասելով չի, ուղղակի ինչ-որ բան կլինի կզանգեք ինձ, դա կներեք, ես նման պրակտիկա անգամ չեմ հիշում միջազգային հարաբերություններում, որ նման երաշխավորման մեխանիզմներ գործում են, որ դու կարող ես զանգել։ Գազայի հատվածում է խաղաղություն, չէ՞ դրես, չեմ արել գնա։ Դա չեն զանգում։ Բայց կներեք, ես ամփոփեմ արել, Ռուսաստանի Դաշնությանը գիտեք, կան որոշ կներեք արտահայտության համար ձեռ առնողներ Հայաստանում։ Ինձ առաջի հերթին Հայաստանի Հանրապետության շահերն են հետաքրքրում, անկեղծ։ Բայց այդ շահերը շահկապված են այս կամ այն արտաքին քաղաքական գործոններից, այդ շահերը շահկապված են այն իրավիճակից, որը կա այսօր աշխարհում։ Իսկ մենք այնպես չի, որ sense ջայլամի նման գլուխներս մտցնենք ու ասենք, բանա, չէ, մենք մենակ ենք։ Ոչ մեկ հետ կապ չունի։ Եվ աշխարհում մենք մենակ ենք։ Ձեր առնողները, գիտեք, այսօր Ռուսաստանը վերջ փլուզվում է, արդեն մի քանի տարի լսում եմ, չէ, Ռուսաստանը փլուզվում է, Պուտինը քանդեց Ռուսաստանը, վերջ հույսներս առհասարակ Ռուսաստանի վրա ես ուզում հիշեցնել, որ Ռուսաստանը թիվ 1 Հայաստանի տնտեսական գործընկերն է, բոլոր ուղղություններով, թե արտահանման, թե ներկայման, թե ֆինանսական, բոլոր, թե գյուղատնտեսական, բոլոր ուղղություններով։ Այդ մարդիկ, որ նման գնահատականներ են տալիս, իրանք ամեն ինչից օգտվում են, եւ իրանք ի վերջո թող չմոռանան, որ Հայաստանում դեռևս թուրքական սահմանը պահում է 102 ռազմաբազան, ուզում եք դա չեք ուզում, ինչ եք անում եւ ինչ չեք անում, սա իրողություն է։ Սիրում ենք, չենք սիրում Ռուսաստանը, դա 10-րդական է, կա իրողություն գետնի վրա, սա է Ժորժ ջան իրողությունը։ Շնորհակալ եմ։ Եվ քան արդեն շատ ժամանակը մեր բանը անում, պարոն Իսագուլյան, մի հատ ուրիշ հարց էլի։ Ռուսաստանից խոսացինք, Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ մեր ժողովուրդը, ըստ ձեզ, ո՞նց է նայելու այն փաստին, որ Սյունիքը բնակեցվի 300,000 ադրբեջանցիներով։ Ես մի քիչ դեմ եմ էլի տեսակետին, որ Ռուսաստան կամ Պարսկաստան իրանք իրաց խնդիրներն ունեն, իրանք շահերն ունեն։ Եվ իրանք առանձնացվել են իրանք շահերին, որը որն են իրանք շահերը ելնելու այս հարցում։ Այս պահին պատմականների շրջանով, երբ որ ամբողջ աշխարհին հայտնի է, որ Արևմուտք Ռուսաստան, Արևմուտք Չինաստան, Արևմուտք Պարսկաստան այդ հակամարտության մեջ պետք է մի հատ ուժ, որը կարողանա ուրեմն դիմակայել եւ թույլ չտալ, որ այդ ուժերը իրար հետ միավորվեն, դա թուրքական աշխարհն է Կոնստանտինոպոլից մինչև Խաղաղ օվկիանոս։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ իր դերն ու նշանակությունը որն է, եւ քանի որ Արևմուտքը դա է ուզում, ինքը իրան թանկ է ծախում, ասում է ախպեջան, եթե ուզում եք դա կայանա, այդտեղ սեփ կա հայկական, այդ սեփը պիտի վերացվի։ Ռուսաստանը առայժմ կբավարարվի նրանով, որ եթե Թուրքիան իրան երաշխիք տա, որ գիտես ինչ հայկական սեփի վերացումից հետո ես քո հետ երկրորդ ճակատ չեմ բացելու, Իրանը մի ուրիշ շահ կունենա, Չինաստանը մի ուրիշ շահ կունենա, այսինքն մտածեն, որ իրանց ներկայությունը այդ տնտեսականներ մի օրում Էժան պամիդորը բանը կլստեն թուրքական Հայաստան, Ռուսաստանին մի օրում կարող է Թուրքիան փոխարինի, լավ էլ փող կդնի, արևմուտքն կդնի, որ հայերը հավատան, որ Էժան պամիդորը խնդիրը Հայաստանը վերացնելն են, գերներ, եկեք հասկանան։ Եվ այդ վերացման դեմ կարող է պայքարել բացառապես եւ մենակ հայ ժողովուրդը։ Հիմա հայ ժողովուրդը եթե ուզում է ինքը մեռնի, ոչնչանա, տարագրվի աշխարհով մեկ, թող գնա հունիսի 7-ին ընտրի Նիկոլ Փաշինյան։ Մեկ անգամ ընտրեց, ուրեմն պատերազմ, զոհեր հանդիման համար, երկրորդ անգամ ընտրեց, Արցախը հանձնեց, հիմա էլ կընտրի Հայաստանը կհանձնի։ Հայ ժողովուրդը պիտի հասկանա մի բան, հույսը ինքն է։ Այո, մենք ունենք բնական դաշնակիցներ, որոնց շահը այս պահին համընկնում է մեզ հետ միանք նրա համար, որ այդ թուրքական աշխարհը չկայանա, իրանք խնդրեմ չունենա։ Այո, իրանք ուզում են որտեղ սեփ լինի ուժեղ, դա եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն է, եւ Ռուսաստանն է, ինչ որտեղ Չինաստանը, հա, մասնակի,
բայց հույս դնել, որ այդ պետությունները թույլ չեն տա, ցավոք սրտի Արցախը մենք ինչի կորցրեցինք։ Որտեղ շատերն ասում են, Ռուսաստանը ոնց կթողնի, աշխարհը ոնց կթողնի։ Եթե Նիկոլը որոշել է այսօր Հայաստանը վերացնել, ոչ մեկը չի կարող փրկի մեզ այդ վերացումից։ Ոչ Ռուսաստան, ոչ Պարսկաստան, ոչ Չինաստան, ոչ Հնդկաստան։ Եթե հայ ժողովուրդը ինքը դուրս չգա ինքը իրան պաշտպանելու, Զարե Սինանյան կար մի հատ, այդ ձեր եթերում ախր մարդ չի կարող քշել տա։ Այդ Զիդանյանը ինչ էր ասում։ Արաբ բան Իսպանիայից արաբներ մուսուլման պիտի, Հայաստանը մոնոէթնիկ, Մեկին ասում էր լոսում մարդիկ բնակարանները վաճառում են գան Հայաստան ապրելու։ Այդ ակնարկ էր։ Զարեի պլանները, որ միջև այսօր մնում է մեծ պատուհասի խորհրդականն է, ինչն է, էլի ձեր մոտ չի կարելի հայել, բանը, ուրեմն ինչ են անում, 1.5 միլիոն ազերի պիտի բերի, որ համ կրոնական տարբերակություն լինի Հայաստանում հայրաքելական Սուրբ Եկեղեցին առաջնային դեպի, համ էլ մոնոէթնիկ չլինի։ Նիկոլը գնում է Հայաստանը, հայրաքելական Սուրբ Եկեղեցին, ամեն ինչը ոչնչացնելու ճանապարհով։ Շնորհակալություն։ Մեր ժողովուրդը կարող է դրան դիմակայել, կարող է, երբ հունիսի 7-ի։ Շնորհակալություն։ Եվրոմեդիա 24-ի արգելի հետևորդներ, ինչպես տեսակ, այսօր բավականին թեժ եւ հետաքրքիր քննարկում ունեցանք Արևմտյան Ադրբեջան թեմայի շուրջ եւ մեր տեսակետները հայտնեցինք եւ լսեցինք տարբեր հայտնի քաղաքական հասարակական գործիչների կողմից, այդ թվում այն մարդկանց կողմից, ովքեր ներկայացնում են մեր հասարակական կարծիքը։ Այսօրվա իմ հյուրերն էին Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Իսկ մենք կհանդիպենք